Եվ այսպես սիրելի բարեկամներ, անպայման սեղմեք հավանել կոճակը տեսանյութի տակ եւ անպայման միացեք մեր ալիքին, իսկ մենք այսօր խոսում ենք Ռուսաստանի Դաշնության կողմից Հայաստանի Հանրապետության նկատմամբ իրագործվող սահմանափակումների մասին։ Լարսի անցակետում կանգնում են հայկական բեռնատարերը եւ փորձում է Ռուսաստանը ցույց տալ իր ուժը, որ Հայաստանը միևնույն է կախված է Ռուսաստանի Դաշնությունից, բայց մենք ուզում ենք ամբողջ իրականությունը բացել մեր ժողովրդի առաջ։ Սրանով իրենք փորձում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիների աչքը վախեցնել ուրիշ ոչինչ։ Հունիսի 7-ին, եթե Նիկոլ Փաշինյանը հաղթի, այս սահմանափակումները կանգնելու են։ Ինչպես որ 18 թվականից մինչև այսօր աշխատել ենք, նույն ձև աշխատելու ենք, որևէ խնդիր չի լինելու։ Ուղղակի փորձում են շանս տալ ռուսական ուժերին, Սամվել Կարապետյանին մասնավորապես, որ այս սահմանափակումները հայ ժողովուրդը տեսնի եւ մտածի, թե Սամվել Կարապետյան ընտրելով Ռուսաստանը ավելի բարեհամբույր կգտնվի հայ ժողովրդի նկատմամբ եւ հայկական բեռնատարերը այլևս Լարսի անցակետում չեն կանգնի եւ գազը չի թանկանա, չնայած նրան, որ գազը չի էլ թանկանում, դրանք ստեր են։ Եվ տեսեք ամբողջ իրականությունը, Ռուսաստանը զգում է, որ Հայաստանը անկախանում է իրենից եւ ինքը օրեկան միլիարդավոր դոլարներ է ծախսում, որպեսզի Ուկրաինայից ինչ-որ մի հատ պայթած, ինչ-որ մի հատ գյուղ գրավի, որը էլ պիտանի չի, որովհետեւ այդտեղ հազարատ տանկ է անցել այդ գյուղի վրայով, ուղղակի տարածք գրավի Ուկրաինայից ու դրա վրա ծախսում է միլիարդավոր դոլարներ ամեն օր, ծախսում է 5000 զոհի կյանք ամեն օր։ Պատկերացրեք Հայաստանի Հանրապետությունը մի հատ երկիր շատ լավ աշխարհագրական դիրքով Թուրքիայի, Ադրբեջանի, Իրանի, Վրաստանի արանքում Ռուսաստանը կորցնում է այստեղ իշխանությունը։ Ինքը օրեկան միլիարդներ է ծախսում, որ ուկրաինական ինչ-որ քնձռոտ գյուղ գրավի, բայց այս աշխարհագրական շատ լավ դիրքով, ռազմավարական նաև շատ լավ դիրքով Հայաստանի Հանրապետությունը ինքը կորցնում է։ Այստեղ իր իշխանությունը այլևս չկա։ Եվ պատկերացրեք այդ միլիարդները, որ այնտեղ ծախսում է, այստեղ ինչքան փող կծախսի, որ առանց զորքի գրավի Հայաստանի Հանրապետությունը։ Հայաստանի Հանրապետության ժողովրդի 90%-ը նեղվածություն ունի ՀԱՊԿ-ից եւ Ռուսաստանի Դաշնությունից, երբ որ հարձակվեցին Ջերմուկի ուղղությամբ ադրբեջանցիները, Հայաստանը պաշտոնապես դիմեց թե Ռուսաստանին, որ հայ-ռուսական ռազմավարական պայմանագիրը վերջապես կատարածվի, թե ՀԱՊԿ-ին, ոչ ՀԱՊԿ-ից, ոչ էլ Ռուսաստանի Դաշնությունից որևէ պատասխան չեղավ, նրանք համարեցին, որ Հայաստանը գոյություն չունեցող սահմաններ ունի եւ իրենք չգիտեն Ադրբեջանը, որ հարձակվել է Ջերմուկի ուղղությամբ, Ջերմուկը հայկական է թե ոչ։ Ստոր պատասխան եւ առհասարակ եթե խոսենք այս մասին երկար կխոսենք, որովհետեւ ռուսական ոչ բարեկամական քայլերը Հայաստանի Հանրապետության նկատմամբ շատ են եւ ժամանակ ուղղակի չի հերիքելու, որ խոսենք, բայց մենք կարող ենք խոսել նրա մասին, թե ինչ կլինի, որ ռուսական ուժերը Հայաստանի Հանրապետությունում իշխանության գան։ Դա կլինի Հայաստանի Հանրապետության վերջը։ Ռուսաստանը այսօր աշխարհի համար փակ երկիր է։ Ռուսաստանի Դաշնությունը հյուսիսային Կորեա է եւ ռուսներ հիմնականում ասում են դուք գնում եք Եվրամիություն, դրա համար էլ մեր սահմաններին կունենաք խնդիր։ Նախ Հայաստանը չի գնում Եվրամիություն, Հայաստանը միայն սկսել է վիզաների ազատականացման գործընթաց, որը ցանկացած Ռուսաստանի Դաշնության քաղաքացի կերազեր, որ իր պետությունը Եվրամիության հետ նման քննարկումներ սկսած լիներ։ Այսինքն դուք, որ աշխարհից կտրված, մերժված մի հատ պետություն եք, փորձում եք Հայաստանի Հանրապետությանը ներքաշել այն ճահիճը, որտեղ որ դուք եք այսօր գտնվում, դա չի ստացվելու։ Միլիարդատերերը, աղլյուց պահողները հոկտեմբերի 27 երկրում իրականացրածները որևէ ձև չեն կարող Հայաստանի ժողովրդին խաբել, տանել գցել այն ճահիճը, որտեղ որ այսօր Ռուսաստանն է ընկած, եւ Ռուսաստանի Դաշնության համար կոպիտ ասված վիզ են դնում մարդիկ, որոնք քաղաքականությունից չեն հասկանում։ Սամվել Կարապետյանը երբեք չի եղել քաղաքականության մեջ, շատ չի խոսել լրագրողների հետ եւ հիմա այս մարդուն հարց են տալիս, այս մարդը չի կարողանում այդ հարցերին պատասխանել։ Ձերքը 5 անգամ, 10 անգամ ամեն նախադասության մեջ այս կողմ այն կողմ տանելով, աչ ու ձախ անհասկանալի նայելով, այս մարդը փնտրում է պատասխաններ եւ այդպես էլ
չի կարողանում գտնել եւ ուղղակի ասում է մենք ունենալու ենք ուժեղ Հայաստան, մենք միասին ուժեղ ենք, մենք միասին կարող ենք, միասին եւ ուժեղ բառերից կազմված պատասխաններ է տալիս Սամվել Կարապետյանը, որոնք բովանդակային չեն եւ առհասարակ զարմանում ենք այն մարդկանց վրա, ովքեր որ նման բանակցող են ուզում իրենց երկիրը ունենա։ Եվ այսպես ուշադրություն սիրելի բարեկամներ, միացեք մեր ալիքին, սեղմեք հավանել կոճակը, իսկ մենք անցնում ենք առաջ։ Մարտին Մկրտչյանը Սամվել Կարապետյանի հանրահավաքին երգեց եւ Վանաձորի Արցախ պուրակում բազմամարդ էր, միայն կարելի ասել Մարտին Մկրտչյանի ներկայությունը կարողացավ ապահովել այդքան մարդ։ Մենք խորը կասկածներ ունենք, որ եթե Մարտին Մկրտչյանը չգար, այդքան մարդ կարող եք դուք հավաքել։ Սամվել Կարապետյանը մի քանի օր առաջ հարցազրույցի ժամանակ խոսում էր նրա մասին, որ հանրահավաքներին չեն կարողանում երգիչներ հրավիրել, նեղացած էր խոսում երգիչների մասին, ասում է 10 անգամ ավել փող ենք տալիս, չեն գալիս մեր հանրահավաքին երգեն, վախենում են։ Բա Մարտին Մկրտչյանը չվախեցավ։ Իհարկե որևէ վախենալու բան չկա, նորմալ երևույթ է, բայց երբ որ քո որդուն պետությունը, Հայաստանի Հանրապետությունը այս իշխանության օրոք ուղարկում է Եվրատեսիլ, գոնե պետքա դա գնահատես եւ քաղաքականության մեջ չմտնես։ Մենք հասկանում ենք, որ Մարտին Մկրտչյանը իր ներկայությամբ մարդիկ է հավաքել Սամվել Կարապետյանի համար։ Եվ սա էլ ընտրակաշարքի ձև է, որը իհարկե գրված չէ օրենս գրքում, որ սա ընտրակաշարքի ձև է, բայց մեր խորին համոզմամբ դա էլ կարելի է ներառել, որ երգիչներ եւ չգիտեմ հայտնի դեմքեր պարացնելով հանրահավաքներ են իրականացնում ժողովրդին մոլորեցնելով։ Նիկոլ Փաշինյանը եւ ձեր տարբերությունը այն է, որ Նիկոլ Փաշինյանը ինքը իր անունով է հրապարակներ լցնում եւ դեռևս լցնելու է։ Նիկոլ Փաշինյանը երգիչներ չի հրավիրում։ Նիկոլ Փաշինյանն ինքը իր ժողովրդի համար թմբուկ է նվագում, ինչպես Սամվել Կարապետյանն է ասում, եւ շատ լավ էլ անում է։ Եվ դուք ուր էիք, որ Նիկոլ Փաշինյանը պայքարեց Սերժ Սարգսյանի բռնապետության դեմ, երբ որ երկիրը ոչնչացվել էր եւ հեղափոխություն արեց, դուք ուր էիք, երբ որ Սերժ Սարգսյանը իր ողմակով խմում էր հայ ժողովրդի արյունը եւ այս ժողովուրդը այլևս ճար չէր տեսնում։ Մարդիկ երկրից զզվել էին, իսկ հիմա Հայաստանի Հանրապետության ժողովուրդը սիրում է իր պետությունը։ Հայաստանի Հանրապետությունն են վերադառնում Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի տարիներին հեռացած մարդիկ այստեղ մշտական բնակություն հաստատելու նպատակով։ Եվ դուք ուր էիք, երբ որ մարտի 1 էր տեղի ունենում, եւ դուք ուր էիք, երբ որ բանակում կարգին սպառազինություն, անօթաչու թռչող սարքեր չկային։